Խնդրել եմ ընդամենը, շատ կարճ եմ ուզում ասեմ, պատկերացնեք, համոզված եմ, որ կպատկերացնեք, ասել եմ, գաղտնալսվել է ներքին արտաքին դիտումը, խնդրում եմ իմ պիլինգով հեռախոսի հանեք, կտեսնեք որտեղ եմ եղել այդ պահին, հենց տեսնեք այդ շտաբում եմ եղել, միջած բնավորություն չունեմ հեռախոս անջատելու ու կորելու։ Հենց տեսնեք այդ շտաբում եմ եղել, մի հատ ձեր օպերատիվ մասով բերեք այդ ժամանակվա, վերջը խոսացել եմ, չէ՞։ Ես էլ մի քիչ տենց քիչ խոսացող եմ։ Արձագանքեք, ժամանակը չսպառեմ։ Արձագանք։ Դուք հիմա նկարագրում եք իրավիճակի ձեր պատկերացումը, բայց քննիչը կարող է ունենալ այլ պատկերացումներ, այլ տեղեկատվության կրող։ Հիմա խնդիրը քրեական գործի հետ կապված դատախազի գալու եւ գալու արդյունքում ձեզ տանելու պարագայում ֆրակցիան ինքը այդ սցենարը քննարկել է թե ոչ, ես դրա մասին եմ ասում։ Դե չասեցի ուղղակի, քրեական գործի հետ կապված Մաքրուհին իր մոր հետ խոսելուց ասում է Ղազինյան Դավոն 1,400,000 դրամը բերեց տվեց, ասեց այս ընտրակաշարքի փողը։ Այդ հա, չէ, նախապատրաստում։ Ստեղ եկեք իրավական ճիշտ բանը տանք, չեմ հասցրել տամ էլի, նախապատրաստում իհարկե։ Ինչ վերաբերում է ֆրակցիային, գիտեք, սենց ասեմ, այնպես չի, որ չեմ ուզում դատախազը գա, անկեղծ եմ ասում, որովհետև մի հատ բոլորս կլսենք, այդ ամբողջը կհասկանանք, եւ այնպես էլ չի, որ մտածում եմ, որ չի գալու։ Միանշանակ։ Ինչ վերաբերում է ֆրակցիային, ես համոզված եմ, որ պարոն Կարապետյանը շատ լավ պատկերացնում է, որ ում էլ առաջադրի այդ վտանգը գլխին կախված է, կապ չունի այն առումով, որ կարան նույն իմ ձևով մի հատ ինչ-որ կիսատ պռատ, ուրիշի երկու հոգու խոսակցություն բերեն եւ ինչ-որ մեկին տանեն։ Շնորհակալություն։ Հաջորդ հարցը Արման Եղոյան, բայց մի վարքյան էլի։ Հայաստան խմբակցությունից գրանցված են Մեսրոպ Մանուկյանը եւ Լևոն Քոչյանը, դուք հարցերը տալու եք, ճիշտ եմ հասկանում, այստեղ ուղղակի նշումները շատ խառն է, շատ լավ։ Արման Եղոյան, համեցեք։ Շնորհակալություն, պարոն Ղազինյան, ես իմ անցած ելույթներից մեկում անդրադարձա հետի հետ փոխկապակցված ընկերություններին, դուք էլ հիշում եմ տեղից շատ ուրախ արձագանքեցիք, ասացիք շատ լավ է այդ թեման բացեցիք, հեսա կպատմենք ոնց է եղել, բայց դեռ չեք պատմել ոնց է եղել, ես նորից տամ այդ հարցը, շարունակելով պարոն Ալեքսանյանի դիտարկումը, օրինակ հաշվիչների վերաբերյալ, ասում եք փոխկապակցված ընկերությունից հաշվիչ են ձեռք բերել, ասում եք, բայց շատ որակով հաշվիչները, միգուցե, բայց արդյոք հանրապետության միակ որակով հաշվիչներն են եղել, եւ նույնիսկ եթե հանրապետության միակ որակով հաշվիչներն են եղել, հետի ժամանակավոր կառավարիչը օրեր առաջ հայտնեց, որ նույն այդ հաշվիչները, թվով 25,000 հատ Հեցը օրերս ձեռք է բերել նույն այդ փոխկապակցված ընկերությունից, այսինքն Տաշի գրուպի պատկանող ընկերությունից 500 միլիոն դրամով ավելի էժան, այսինքն 1,350,000 դոլարով ավելի էժան այդ նույն որակով հաշվիչները։ Ոնց է ստացվում, որ ձեր ժամանակ նույն հաշվիչը արժենում էր 1,350,000 դոլարով ավելի թանկ։ Սա հաշվիչների վերաբերյալ։ Կաբելները ուրիշ որակով կաբել արտադրող չկար այս երկրում, դնեիք մրցույթի, կարող է նույն որակինը ավելի էժան լիներ, նույն որակինը նույն գնով լիներ, ավելի որակովը ավելի թանկ, չգիտեմ, շինարարական կազմակերպությունները, T-Construct-ից, Կասկադից, Ինտեկոից բացի, ուրիշ շինարարական կազմակերպություն կա, որ շահել է մի որևէ մեծ տենդեր հեծում ձեր աշխատած տարիներին, նախագծային ընկերությունները Վոլիոսից բացի չկար մի նախագծային ընկերություն, ասում եք աշխատատեղ բացենք, աշխատատեղ կլինեն, չէ՞ նախագծային ընկերություններ, որոնք ունեն աշխատողներ, կարող էին շահել, իրենց աշխատողները կստանային այդտեղից շահույթ, եւ դա կլիներ աշխատատեղեր բացելու նպաստել։ Մենակ Վոլիոսը պետք է շահեր։ Բյուրեղավանի ԺԲԿ-ն, հենասյուների պատմություն, այդ էլ առանձին պատմություն է, մի առանձին թեմայով կխոսենք, այսինքն որակ, բայց լավ ուրիշ որևէ ներկրող կամ արտադրող այս երկրում իրավունք չուներ մատակարարում իրականացնել հեծի։ Ավարտեք, պարոն Եղոյան։ Շնորհակալություն։ Արձագանք։ Ես հասկանում եմ, որ սա քաղաքական մարմին է եւ այստեղ հարցերը տրվում են ըստ քաղաքական նպատակահարմարության եւ քիմքի, բայց եկեք, դուք էլ եք չէ իրավաբան ոնց որ պարոն Եղոյան, հա, շատ ուրախ եմ։ Շատ ապրեք, առանձին կզրուցենք Բուրգաձև դպրոցի վերաբերյալ։ Դե փաստը ձեր համար է, պարոն Արությունյան։
ամենայն դեպս չափածություն։ Մի խոսեք տեղից։ Դե չի կարելի այդ, ես չեմ։ Հիմա պարոն Եղոյան, նայեք, իրավաբանության մեջ կա այսպիսի բան։ Իմ համար գիտեք ոնց է դժվար տրանսֆորմացվելը իրավաբանի ինչ որ մի հատ հասարակ հայ տղու եւ քաղաքական գործի մեջ, որովհետեւ ես միշտ սիրել եմ ինչ ասել, ունենալ այն sense դոկումենտով այսպես ասած, խնդրում եմ ռուսերեն բառը չթիրախավորել, տենց ստացվեց ուղղակի։ Եվ կարողանալ ապացուցել, օրինակ ես ձեր տեղը եթե լինեի, կներեք, որ այսպես եմ ասում, ես կբերեի փորձաքննության արդյունքներ, որտեղ այս չգիտեմ, կաբելները, որ առել են, իրանք փորձաքննությունով մեկին մեկ նույնն են կամ մի բան էլ լավն են։ Ես կբերեի փորձաքննության արդյունքներով արդյոք մեր ժամանակվա հեծը չի տվել որոշակի նախագծերի քանակ փոքր այլ ֆիրմաների եւ ինչ որակով են այդ ֆիրմաները տվել նախագծերը։ Ինչի մի րոպե Վոլյուսը չի սարքվել 15 թվականից։ Միջև Վոլյուսի ի հայտ գալը այլ նախագծային ընկերություններ են դա արել, բայց Վոլյուսի անհրաժեշտությունը կայացել է նրանում, հաշվի առնելով նախագծերի քանակը, այդ նույն շատ այսպես ասած նախագծողներ համաձայնվել են մեկ ընդհանուր համակարգի մեջ աշխատելու միջոցով ստանալ որակ։ Հիմա ես ինչ ասում եմ, դուք կարող եք հակադարձել, բայց խնդրում եմ նշեք, որ քաղաքական հակադարձում եք անում, որովհետև ես ինչ ասում եմ կարող եմ փաստավորել եւ փաստաթղթավորել, դուք իմ կարծիքով այս պայն ոչ։ Հաջորդը հաշվիչների 500 միլիոնը։ Ուրեմն այս տենդերի մասնակցության տրամաբանությունը կայացել է հետևյալում։ Եղել է Տաշիր գրուպի որոշումը, հասկանալի է նաև ում, որ հաշվի առնելով, որ մենք չենք համակերպվելու հեծի խլված լինելը եւ 700,000 հաշվիչ նույն պիրամիդա համակարգում նույն համակարգով եղել է, այս տենդերը անկախ իր արժեքից միևնույն է ձեռք էր բերելու Տաշիր ընկերությունը մի պարզ պատճառով, իմիջիայլոց ձեզ ասեմ մինուս, եթե առանձին առևտրային դեմպինգա դատի տվեք, ինչ ասեմ։ Ես ձեզ տրամաբանությունն եմ բացատրում, առևտրային գաղտնիք չբացահայտելու համար ձեզ առանձին մինուսը կասեմ։ Պարոն Եղոյան, այ հիմա արձագանքեք։ Պարոն Ղազինյան, ախր դեպքերը այնքան շատ են, մեկը բացատրեցիք, քիչ թե շատ փորձեցիք բացատրել, թե նախագծողները հաճույքով միավորվել են Վոլյուսի մեջ, ասել են մեզ պետք չի առանձին գործ, մենք բոլորով կլինենք ձեզ հետ փոխկապակցված մարդու ղեկավարման տակ կանենք նախագիծ, քիչ էր մնում ասեիք արմիություն են ստեղծել Հայաստանի բոլոր նախագծողները մեծ ուրախությամբ եւ մտել են մեր կառավարման տակ, լավ, այդ մեկը դրեցինք են կողմ։ Հաշվիչները ասցիք, ինչքան հասկացա ինքնարժեքից էլ էժանով, թե ձեզ ոչ ձեռնտու եք ձեռք բերել, սկզբունքից ելնելով, որ հանկարծ ուրիշը չմտնի։ Չէ, պիրամիդ։ Հա, ես այդպես հասկացա։ Լավ, այդ էլ մի կողմ դնենք։ Լավ, շինարարականը։ Ասենք, այն էլ շինարարությունն է, T-construct, Cascade, Inteco, վերջ։ Ուրիշ շինարարներ չկային, մի բան էլ իրանց, տայեք իրանք էլ փող աշխատեին, էլի լավ որակով շինարարներ կան, չէ, դա հաշվիչ չի, որ ասեք, ամբողջ աշխարհում Գերմանիա, Ֆրանսիա, Չինաստան ամենալավ հաշվիչը մերն է։ Ուրիշ ոչ մեկ չի կարող այս երկրում հաշվիչ դնի, բացի Տաշիրից։ Շինարարությունը ինչի՞ չեք տվել։ Ճիշտ ասած, մի հատ թեմա կա, ֆրակցիան արգելում ասեմ, բայց ամեն դեպքում, չգիտեմ, ժամանակն էլ չկա երկար մտածեմ։ Հիմա տեսեք, այս դարավ բանի Պեկին գաղտնի սենյակի պատմությունը, չէ, որ ասում են մի հատ սենյակ կար, մտնում է իր հաշիվ ապրանքագիրը Ֆարմանյանի հետ կապված։ Կամերայով էր, Հիմա շատ լավ է, որ դե կամերայով է, չնայած որ ասպա մի հատ անեկդոտ կա, եթե հասցնեմ հետո կպատմեմ իհարկե։ Ասպա դուք հետաքրքիր բան եք ասում շատ։ Ես ուզում եմ, որպեսզի լինի մի անուն ազգանուն, որը գա, ասի ինձ ու ձեզ առանձին։ Կարծում եմ քաղաքական տարաձայնություններից անկախ դուրսը եթե ոչ, այստեղ սրճարանում կարող ենք նստել։ Այդ անձնավորության անցագիրը չաստեք, գա ինձ ու ձեզ, ասի էս ինչան, էս ինչը, բայց չկա մի հատ տեսուչի կամ մի հատ պահակի անուն տա, էլի։ Էս ինչան, էս ինչը, որը ուներ լիազորություն, արգելել է ինձ մասնակցել տենդերի կամ մնացածի։ Եվ երկրորդը,
Չցանկանալով ֆրակցիայի կողմից արգելված հարցին, խնդրում եմ հիմա մի ցուցակ վերցրեք, ճշտեք, вообще ովքեր են մասնակցում շինարարություններին։ Ծովինար Վարդանյան։ Շնորհակալություն, պարոն Ղազնյան, ես ձեզ 4 հարց ունեմ, աշխատեմ տեղավորվել։ Ձեր առաջին զբաղեցրած պաշտոնը հեծում եւ քանի տարեկան եք եղել։ Երկրորդը ամենացածր աշխատավարձը ինչքան է եղել հեծում եւ top management-ի աշխատավարձի հետ բազմապատիկը ինչքանով է տարբերվել։ Երրորդ հարցս, որքան դիվիդենդ է ստացել Տաշիր գրուպը հեծը ձեռք բերելուց այս կողմ, արդյոք այն ստացել է մոտավորապես 60 միլիոն դիվիդենդ այս ընթացքում։ Եվ նաև անդրադառնամ այն հարցին, որը պարոն Ֆարմանյանի քննարկման ժամանակ եմ անդրադարձել, դա ժայռի բախումն է, քանի որ Տաշիր գրուպը դուք այսօր ներկայացնում եք մի քաղաքական ուժ, որը ակնհայտ փոխկապակցվածություն ունի Տաշիր գրուպի հետ։ Եվ Տաշիր գրուպը բացի հեծից տնօրինում է լավ են հիմնականները ասեմ, հա, Հրազդան Ջեկը, Ստեփան Հրազդան Հեկերի կասկադը եւ այլն, այսինքն մեկը չի, նաեւ արևային կայաններ ունի, հա, Տաշիրի հետ փոխկապակցված, այսինքն կան այս էլեկտրական էլեկտրաէներգիայի հետ կապված օրինակ այս ենթակառուցվածքները։ Ես ուզում եի իմանալ, ճիշտն ասած, որքանով անաչառա լինելու ձեր մոտեցումը որպես հանձնաժողովի նախագահ այս հարցերը քննարկելիս, ընդհանրապես էներգետիկ ոլորտի հետ կապված որևէ օրենսդրական նախաձեռնություն քննարկելիս եւ այլն, խնդրեմ։ Արձագանք։ Եղել եմ 25 տարեկան, երբ ընդունվել եմ հեծ աշխատանքի բանակից գալուց հետո, առաջի աշխատանքս եղել է խոշոր սպառողների սպասարկման տնօրինության փոխտնօրեն, աշխատավարձս եղել է 200,000 ՀՀ դրամ։ Աշխատավարձի աճը տեղի ունեցել պաշտոնական աճով, պաշտոնեական աճով, վերջի աշխատավարձը ասեմ։ Տիկին Վարդանյան։ Ճիշտն ասած, չեմ կարող այս պայդրությամբ ասել, որովհետև տեսեք, մեզ մոտ համենայն դեպս նյութական պատասխանատուների մասով եղել է 2 կտոր աշխատավարձ։ Եղել է հաշվի առնելով նյութական պատասխանատու են ամենամսյա պարգևատրում է եղել, այսինքն աշխատավարձը եղել է մոտավորապես 50%-ը, հաջորդ 50%-ը տրվել է իսկ իր որպես նյութական պատասխանատու կատարած աշխատանքի։ Ես հասկանում եմ դուք ինչ եք ուզում, բայց ես ունեմ այսպիսի բնավորություն, եթե մի բանը 100% չգիտեմ, չեմ ասում։ Ինձ թվում է դա ինչ չգիտեմ։ Հիմա դրանից ավել բան չեմ կարող անեմ։ Կարող եմ ճշտել ձեզ առանձին ասել, Տիկին Վարդանյան, դիվիդենդի հետ կապված 7.5 տարի դիվիդենդ չի ստացել սեփականատերը, հաշվի առնելով, որ ընկերության վիճակը մյուսը եւ որպեսզի նաեւ ինչ-որ չափով, ես չգիտեմ, շատ դեպքերում կառավարիչը կամ մյուսները այդ առևտրային գաղտնիքներ, մյուս, չգիտեմ, պարոն Վարդանյանը ճիշտ կասի, որն է մտնում այդ գաղտնիքի տակ, բայց ամեն դեպքում այդ կանխավարկածից առաջնորդվելով թվեր չասեմ, բայց սեփականատերը ստացել է դիվիդենդ իր ունեցած դիվիդենդի շատ փոքր մասը։ Հիմա գիտեք, շատ հեշտ է գալ ասել, որ դու սնանկացած բիզնեսը վերեսկալել չունենալով որևէ ակնկալիք այդտեղից ընդհակառակը, ես միշտ եմ չի ասել, ինքը ինձ հետ զրույցում ասել է Դավիթ, հնարավոր է 0-0 կանգնացնել, պարզ, եւ այդտեղ ունենալով շահույթ, իմիջիալոց նորից անդադ կրկնում եմ, ես տվյալ սուբյեկտի անունը չեմ ուզում անդադ այսպես տամ կամ բան անեմ, բայց ամեն դեպքում դուք կարող եք հանգիստ ճշտել, ինչքան դիվիդենդ ունի այս պահին ստանալու, ինչքան է ստացել, չէ, ես չեմ կարող դա ասել, որովհետև իմ անձնական կարծիքով դա առևտրային գաղտնիքի խախտում է, բայց ինչքան որ ստացել է իրավունք ունենալիք, ստանալիքի շատ փոքր տոկոսը։ Հիմա ինչ վերաբերում է Տաշիր ընկերությունը ունի բազմաթիվ ակտիվներ էներգետիկայի ոլորտում, իմիջիալոց դա եւս ձեզ ասեմ, որ այդ ակտիվների ձեռքբերումը միանշանակ պետության կարգավորման տակ է, այսինքն պետությունն է դա թույլ տալիս ինչ-որ մեկին վաճառելուց, կարծում եմ դա ողջունելի է, եւ եթե կա խնդիր, ընդհանրապես պետք է ստուգես հասկանաս, եթե ամբողջը իրար հետ ինչ-որ համակարգ ստեղծում է թե չէ, վատ առումով, իսկ միգուցե լավ առումով է աշխատում մեր պարագայում համոզված եմ։ Եվ մի բան էլ 15 վայրկյան ընդամենը, ուրեմն բեցը, որը տկենի
տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության տակ է 2016 կամ 17 թվականին ամբողջությամբ մինուս վիճակով Տաշիր գրուպը վերցրել է կառավարման, արդեն պլյուս լինելով հանդերձ, պետությունը ձեր իշխանության օրոք եկավ վերցրեց եւ ունեցանք միլիարդավոր այդ խնդիրները, որի մասին դուք ցավոք չեք բարձրացնում։ Արձագանք։ Շնորհակալություն, պարոն Ղազինյան, ես պատասխանները ինձ համար թերի են, կներեք, որովհետեւ որևէ մեկին կոնկրետ պատասխան չտրվեց։ Ինչ վերաբերում է նրան, որ Տաշիրը սնանկացած վիճակում վերցրել է Հայաստանի էլեկտրական ցանցերը, ներողություն, այս մոտեցումը ինձ համար անհասկանալի է։ Երաշխավորված այսքան հաճախորդ ամբողջ Հայաստանը վճարում է բանը հեծին գումար, այդ մասով ինձ համար վիճելի է այս հարցը, բայց մի բանի էի ուղղակի ուզում արագ անդրադառնալ, պարոն Ղազինյան, ես նաև ուզում եմ անդրադառնալ ձեր այդ մոտեցմանը, երբ դուք ասում եք, որ գիտեք, ինձ միևնույնն է, դուք ինձ կընտրեք, չեք ընտրի, չեմ խնդրելու, չեմ եւ այլն, պարոն Ղազինյան, ինձ օրինակ միևնույն չի, ես ձեզ կընտրեմ, թե ոչ, որովհետեւ ես այստեղ պատասխանատու եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացու առջև։ Եվ ես այս հարցին չեմ մոտենում անձնական տիրույթում եւ կարծում եմ, որ իմ բարի խորհուրդը զուտ այս մոտեցումը բանանել, որովհետև երեք նույն մոտեցմամբ պարոն Ֆարմանյանն էր խոսում իր պաշտոնի վերաբերյալ, այստեղ մենք անձնական հարցեր չենք լուծում, սա անձնական տիրույթ չի, սա պատասխանատվություն է հանրության առջև, շնորհակալ եմ։ Տիկին Վարդանյան, շնորհակալություն հարցի, ինձ որ տպավորություն է, որ ձեր ինֆորմացիայի միակ աղբյուրը ստեղ կանգնած Դավիթ Ղազինյանն է։ Հավասիկ ոչ։ Ունեք բազմաթիվ հնարավորություններ, բազմաթիվ, ես կարող եմ անգամ առանձին տալ այն պետական մարմինների անունները, որտեղից կարող եք ճշտել, թե հեծի ինչ վիճակում էր գտնվում, ով է մուծել, ով չի մուծել, ինչ է այդ վիճակում, կներեք, բայց հարցը Տաշիր գրուպին չի։ Ճշտեք, խնդրում եմ, եւ դուք կհամոզվեք, որ 3 ամսա պարոն Բաբկեն-Թունյանը նստած է, կարող է հարցումներ անել որպես տնտեսական հանձնաժողովի նախագահ եւ իմանալ։ Ինչ վերաբերում է, որ ես ասում եմ, չեմ խնդրի, չեմ հորդորի եւ այլն, դա ունի, այսպես ասած, նախապատմություն։ Այստեղ եղավ մի երկու անգամ, ասվեց, որ եթե մենք չընտրենք, չեք լինի եւ այլն։ Ես ընդամենը ավելի առաջ գնալով, որպեսզի դուք ինձ այդպիսի բան չասեք, ես ընդամենը ասացի, որ չի լինի, բա ինչ ասեմ։ Ազնիվ մարդ։ Հենց այս թեվավոր խոսքի վրա էլ Միքայել Խաչատրյան։ Միացրեք պարոն Խաչատրյանի խոսափողը, հարգելի գործընկերներ։ Շնորհակալություն, պարոն Ղազինյան, իրականում շատ լավ եք լղոզում բոլոր հարցերը, ես էլ եմ հիացած ես ձեր հմտություններից, ուղղակի ճիշտ է, մենք հիմա քննարկում ենք տարածքային ինքնակառավարման եւ շրջակա միջավայրի մշտական հանձնաժողովի ձեր տեխնատության հարցը, ու դուք ձեր ելույթում ասացիք, որ շատ եք խոսել հեծից եւ կարիք չեք տեսնում հեծի մասին խոսելուց, ես նես չեմ կարծում, պարոն Ղազինյան, դուք պետք է խոսեք միայն հեծից, դուք ուրիշ բանից չեք կարող խոսել, որովհետեւ դուք եղել եք հեծում տնօրենի տեղակալ իրացման գծով եւ եղել եք տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար եւ անցած նիստերից մեկում ես իմ ելույթում նշեցի մի քանի հարցի անդրադարձա դուք բացակայում էիք եւ ես ես հարց ունեմ հուսով եմ այս մեկը չի ստացվի լղոզել, որովհետեւ հեծի երկու մասնաճյուղերին է վերաբերում սպասարկման կենտրոններին, որոնք որ եղել են ձեր քաղաքական թիմի ղեկավարի մոլերում, մասնավորապես Տաշիր առևտրի կենտրոնում եւ Ռիո մոլի սպասարկման կետերին է վերաբերվում, այնինչ ներկա ժամանակավոր կառավարիչի աշխատանքի անցնելուց հետո այդ մասնաճյուղերի պայմանագրերը խզվել են եւ մոտակայքում մի դեպքով անհատույց արդեն գտնվել է տարածք, որը պատկանել է հենց հեծին եւ անվճար այս պահին սպասարկում է մեր քաղաքացիներին տվյալ շրջանում, իսկ մյուս դեպքում արդեն էականորեն էժան հնարավորություն է եղել ավելի էժան տարածք վարձակալել, հարցերը շատ են հեծի հետ կապված, շատ են, ձեր սպասածից էլ շատ են, դուք էլ չեք պատկերացնի թե ինչ շատ են, բայց այս մի դեպքով եմ ես ցանկանում դուք պատասխանեք, արձագանքի ժամանակ էլ ավելի հետաքրքիր հարց ունեմ։ Ես եթե ասած չլինեի, որ 64 պատգամավորի քաղաքացիական պայմանագիր, կուսակցության ֆրակցիայի եւ ընդհանրապես որևէ կառավարող մարմնի ղեկավարի կամ առասարակ բոլորի առաջ բացեմ, ես կզարմանայի ձեր ասածից, չէ զարմանա, որովհետեւ ասում եք շատ հարցեր ունեմ, խնդրեմ, որ ձևաչափով ուզեք, երբ ուզեք։ Չէ, հիմա չէ, պարտադիր չի, մենք հո միայն տեսախցիկների համար չենք խոսում։
Հիմա իմ մոտ տպավորություն է ստեղծում, որ ձեզ ոչ թե հարցերն են հետաքրում, այլ այստեղ հնչեցնելը։ Դե, ուրեմն կարելի է տեսնել, խոսել, զրուցել, կպատասխանեմ։ Պարոն Խաչատրյան, արձագանքողը ունի իր ժամանակը, կարող է տնօրինել ինչպես ուզում է։ Ցավոք սրտի չենք ճանաչում իրար, մի քիչ որ ճանաչեք կամ հետաքրվեք, կհավաստիանաք, որ ես երբեք ոչ մի բան չեմ լղոզում։ Դա առաջին, երկրորդը։ Գիտեք, շատ հետաքրքիր հարց եք բարձրացնում եւ դա գնահատելու խնդիր է։ Հիմա եթե Ռիոմոլի գովաշ չընչի, բայց տարածքանուններով ասենք, եթե Ռիոմոլում տարածքա լինում, որտեղ մոտարապես 10-15 հազար մարդ է մտնում եւ բոլորին շատ ավելի այսպես հեշտ է այդտեղ գալ իր բոլոր, ինչ որ որոշակի կարիքներ հոգալու համար, ինչ որ բաներ անելու համար դա էլ հետը եւ դրանից երկու մեր արաբկիրի մասնաճյուղը, որը մենք այն ժամանակ ամենայն դեպս հազիվենք աշխատողներին տեղավորում։ Ես հիմա չեմ կարող ասել կառավարիչը ինչ արել։ Այսինքն այս պայն չտիրապետելով ում անդեղից հանել ինչ արել, որպեսզի այդ տարածքը ստանա, չեմ կարող պատասխանել, բայց գտնում եմ, որ մեր քաղաքացիների հարմարավետության առումով դա ճիշտ որոշում էր, եւ երկրորդը, եթե խոսում ենք ամիսը մի 100-200 հազար ավել ինչ որ միտեղ տալու հետ կապված, եկեք մի բան չմոռանանք։ 13 եւ ավել տոկոսից, մոտարապես 14%-ից կորուստի իջելա 6.3%, հարգելիներս։ Եվ ամեն տոկոսը դա միլիոնավոր դոլարներ են։ Երբ որ մարդը իր ճիշտ կառավարմամբ բերում է նրան, որ սնանկության խնդիր չի առաջանում, պետության համար խնդրեմ չի առաջացնում, կարծում եմ, որ այդտեղ եթե անգամ տեսականորեն պատկերացնենք, որ 2 կամ 300 հազար դրամ ավել է եղել, հավատացած եղեք, դա Կարապետյաններին անհրաժեշտ չի, կարծում եմ տրամաբանությանը մոտ է։ Ինչ վերաբերում է էժան տարածքին, օրինակ Շենգավիթ տարածքում կարելի է տարածք վարձել ներքին Չարբախում, շատ էժան է։ Կամ չգիտեմ, ինչ որ միտեղ Արաբկիրում օրինակ Քանաքեռ գեսում, բայց դա չի նշանակում, որ ինքը ամբողջ վարչական շրջանի համար հանդիսանալու է որպես սպասարկման տարածք, սպասարկման կենտրոնի տարածք։ Պետք է ուսումնասիրել ինչ է արել, իմ ժամանակ կոնկրետ այդտեղ չկար նստելու, կաբինետ չկար։ Արձագանք։ Պարոն Ղազենյան, չէ, իրոք հիացած եմ։ Շնորհակալություն։ Բայց չէ, պատասխանները դե վստահաբար թերի են, առաջիկայում վստահաբար կանդրադառնանք այս հարցերին ու ոնց կցանկանաք թեկուզ առանց կամերաների, բայց միևնույն ժամանակ նաև կամերաներով, որովհետև այդ մեր վճարած քաղաքացիների հարկերի մասին այդ 100-200 հազար դրամ է, որ դուք ասում եք ձեր համար մեծ փող չի, Հայաստանի Հանրապետության բազմաթիվ մարդկանց համար դա մեծ գումարներ է։ Իսկ երկրորդ հարցը, ձեզ պատկանող Range Rover մեքենան քաղաքում շրջում էր կարմիր դեսպանատան համարներով, որը որ Ռուսաստանի դեսպանատան բալանսի վրա է նստած, ինչ պայմանով է ու ինչ ակնկալիքով է այդ համարները ձեզ տրվել, ինչի դիմաց է տրվել ու որն է դրա նպատակը այդ կարմիր պետհամարանիշներով Երևանի փողոցներում եւ առհասարակ Հայաստանի Հանրապետությունում շրջելու։ Խնդրում եմ այս հարցին պատասխանեք, որը Եվրոինտեգրումը ընտրած ուժի համար շատ հետաքրքիր է մեր քաղաքացիները լսեն, թե ինչ կապակցվածություն կա Ռուսաստանի դեսպանատան եւ ձեր Շատ հետաքրքիր հարց է, չեմ էլ ուզում ընդհատեմ, բայց ժամանակ արձագանք, պարոն Ղազենյան։ 18 թվականից սկսած ես ինձ բռնացրել եմ այն մտքի վրա, որ զարմանում եմ, թե ինչի եմ զարմանում, բայց հա, համաձայն եմ, դուք էլ կարաք։ Հիմա շատ այսպես դարակազմիկ բան եմ ասելու։ Ցավոք սրտի այդ համարները չի եղել Ռուսաստանի Դաշնության։ Այդ համարները եղել է Լատվիայի պատվո հյուպատոսության համարներ։ Դրա համար էլ Եվրոինտեգրում ենք եղել։ Մեքենան չի եղել իմ սեփականություն, մի րոպե Ժողովուրդ ջան կներեք։ Մեքենան չի եղել իմ սեփականությունը, մեքենան եղել է Լատվիայի հյուպատոսության սեփականությունը, եղել է հյուպատոսի սեփականությունը եւ պարոն Խաչատրյան, Հայաստանում, Երևանում, այդ թվում նաեւ մեր ֆրակցիայում, ես եղել է դեպքեր, որ Սուքիասյան Հայկի մեքենան մի ամսով վերցրել եմ տարբեր պատճառներով։
Այդ մեքենան ես նախ չեմ վարել անընդհատ, եղել են դեպքեր չեմ ժխտում, բայց մեքենան կարող եք ճշտել 40 Ինչ? Ժամանակ, հարգելի գործընկերներ։ Հարգելի Նա գործընկերներ։ թոկրկնի հարցը չեմ լսում, էլի շատ կարևոր է։ Հարցը ավարտվեց, ձեր պատասխանն Արդեն էլ ավարտվեց։ հուսակարչից վերջի տալի, չէ՞ պատասխանը։ Նորից կրկնում եմ, հյուպատ Ժորժա, ներողություն, 15 վայրկյան շատ կարևոր է։ Ավարտեք, ավարտեք։ Հյուպատոսը հանդիսանում է իմ ընկերը, քաշվավ այդ տղեն։ Իմ ընկերը իմ մեքենանը վերցրել, ես իրա դա իր Հայտ եմ ասում, հիմա եթե մարդը իր հյուպատոսության սեփականության վրա գրանցված մեքենան, պրոստը չեմ հիշում 40 ինչ էր, էլի, որ ասեմ ստուգեք, տեստեք։ Շատ լավ, ավարտեք պարոն Հյուպատոսությունն է։ Բայց հարգելի գործընկերներ, այդպես մի զարմացեք, Սամվել Կարապետյանն էլ նաև Կիպրոսի քաղաքացի, այ քեզ։ Մեսրոպ Մանուկյան։ Շնորհակալություն։ Պարոն Ղազյան, գիտեք, զարմանում եմ ԿՊԱ-ական գործընկերների վրա, ովքեր ձեր խոսույթը, որ ասում եք չեմ խնդրելու, չեմ պահանջելու կամ այդ որ ինձ ընտրեք, մի հատ խորհուրդ կտամ երեկվա ելույթը պարոն Հարությունյանի լսել, երբ որ պարոն Հարությունյանն ասում է չանցակ։ Այսինքն այս պարագայում, երբ որ ձեր մյուս գործընկերը ներկայացնում էր, խնդրում ասում էր, հայցում եմ նաև որ լիներ, այդ պարագայում վերջում ասում է չանցակ։ Մի դուք ինչ պատասխան եք ակնկալում պարոն Ղազենյանից, բայց իմ հարցը էլեկտրոէներգիայի սակագնին է վերաբերվում։ Պարոն Ղազենյան, ես կուզենայի ձեր կարծիքը լսել, էլեկտրոէներգիայի սակագնի բարձրացում դուք կանխատեսում եք թե ոչ, որովհետև դա մի կոմպոնենտ չի, մենակ հեծից կախված չի, այլ գործոններ կա, որովհետև մեր շատ քաղաքացիներին հուզում է առնվազն, որպես մասնագիտական նաև ասեմ, վերջի 2 տարում իմ գնահատմամբ արհեստականորեն ինչ-որ զսպաշապիկ է եղել կամ այս պարագայում սեփականատիրոջ բարի կամքի դրսևորում է եղել, որ սակագինը չի բարձրացել։ Հիմա կխնդրեմ ուղղակի ձեր կարծիքն եմ ուզում լսել էլեկտրոէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ։ Շնորհակալություն։ Ուրեմն Մի վարքյան պարոն Ղազենյան, հարգելի գործընկերներ, աղմուկը նորից շատացավ դահլիճում։ Նախապատմությունից սկսեմ 15 թվականի հոկտեմբերին ձեռք բերելուց, ինչպես նշել եմ, ստեղ բազմաթիվ մարդիկ, եթե սխալվում եմ, կարող եք ասել, մասնակցել են Էլեկտրիկ Երևան այդ նախաձեռնությանը, նախորդ սեփականատերը 17.08 դրամ ուզում էր բարձրացնել հոսանքը, պետությունը բարձրացրեց 7 դրամով, այնուհետև խնդրանք, Սամվել Կարապետյան, իսկական հայ, որը պետք է դա ձեռք բերեր, այդ մարդուն գտնելը դժվար էր, բայց գտան։ Հավատացեք։ Եվ մինչև 25 թվականի հունիսը ամենայն պատասխանությամբ հայտարարում եմ, եթե անգամ տեղի ունեցել պարոն Մանուկյան սակագնի բարձրացում, հեծը կապ չի ունեցել։ То есть սակագինը բարձրանում է, երբ որ արտադրող կազմակերպությունները, հեծը, տեղափոխող կազմակերպությունը դիմում են հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին, ասում են չեմ հերիքացնում, բարձրացրու կամ ՀՑԿՀ-ն ամբողջ էներգոհամակարգի բալանսը չափում է, տեսնում է մինուսավոր է, ստիպված պիտի բարձրացնի։ 25 թվականի լավ հիշում եմ, հենց այդ օրը, երբ որ իրենց տանն էինք, այդ այսպես ասած շոուն, որ ուզում էր կազմակերպվել, չհաջողվեց իրեն տանելու, հենց այդ օրը ինձ ասեց Դավիթ, ես չգիտեմ ինչա լինելու, բայց դու իրավունք ունես հայտարարես, որ եւս 10 տարի չեմ բարձրացնելու անկախ որևէ հանգամանքից, անկախ որևէ մնացածից։ Սա ասում եմ դուք պատկերացնեք։ Դրանից հետո ուղիղ, երևի, չգիտեմ, մի 10 անգամ ես եմ հորդորել հանձնաժողովի նախագահին, ասել եմ, լավ, 2 տարվա գարանտիա տուր։ Մի ասա 10 տարի, 2 տարի, չի կարողացել ասի։ Հիմա պարոն Մանուկյան, ինչ վերաբերում է ձեր ասածին, նախորդ տարի նոյեմբերի, եթե չեմ սխալվում, տարին փակվում էր հեծը 6 միլիարդ դրական բալանս ուներ կոնկրետ, կարծում եմ լավ աշխատանքի արդյունքում էր, իսկ ընդհանուր համակարգի բացասական բալանսը բերեց նրան, որ հեծը, իմիջիայլոց ասեմ, այստեղ ֆինանսիստներ կան, ամբողջ էներգո համակարգի բալանսը հաշվես ընենց, որ գա կանգնի 0-0, ես չեմ հավատում այդ
հաշվարկներին։ Բայց այստեղ մի խնդիր կա։ Ուղիղ 6 ամիսը ասում եմ կարակ բացատրեք ատոմակայանի համար, որ նախատեսել եք 12 միլիարդ դրամ այլ ֆինանսական եկամուտ։ Էդ ի՞նչ է։ Ատոմակայանը այլ ֆինանսական եկամուտ որտեղից պիտի ունենա։ Հիմա հարց. արդյոք չեմ կարող ունենալ հիմնավոր կասկած, որ կիլովատը սակագինը պետքա թանկանար, 12 միլիարդ ինչ որ ձևով ինչ որ տեղից դրել են ատոմակայանին այլ ֆինանսական եկամուտ, որպեսզի զսպեն։ Գիտեք ինչի համար։ Նախընտրական տարի էր։ Հիմա այս ամբողջը համադրելով ուղղակի հիմա որ համակարգի մեջ չեմ Պարոն Ղազարյան, թողեք արձագանքի, պարոն Մանուկյանը կշարունակեք, արձագանք։ Պարոն Ղազարյան, խնդրում եմ շարունակեք ձեր միտքը ու ձեր կանխատեսումը, որովհետև իմ կանխատեսմամբ, եթե չլինի պետության ֆինանսավորում կամ լրացուցիչ գումարի տրամադրում, սակագնի բարձրացման մեզ սպասվում։ Ձեր միտքը ամբողջականացրեք, խնդրում եմ։ Ես համակարծիք եմ ձեզ հետ, հաշվի առնելով նախորդած իմ ասածը, որ եթե ասում եմ հաստատ, դիմացը չեմ դնելու քաղաքական գնահատական, որովհետև դրան դեմ եմ, հետևից ինչ ուզեմ ասեմ, բայց համենայն դեպս կարող եմ ունենալ հիմնավոր կասկած, որ էներգետիկայի ոլորտում եղած խնդիրները, այդ թվում էս պարագայում ես անգամ արդեն հեծի դիմումով, այո, բարձրանալու է սակագինը, պատճառները բազմաթիվ են, ես ցանկանում եմ ձեզ հորդորել, հարգելի ԿՊ ֆրակցիայի падգամավորներ, եկեք իրար հետ աշխատենք կոնստրուկտիվ, իշահ մեր ժողովրդի։ Ես ինչի համար եմ ասում, որովհետև երբ որ մեր ժամանակ ոչ մեր, այսպես ասած, մեղքով հոսանք էր անջատվում, բոլորը շատ ակտիվ էիք, անգամ օրենք էիք փոխում։ Հիմա ամբողջական մարզեր են անջատվում, տարածքներ, երեք ասում էին կառավարչի Հայրենի Աբովյանում 24 ժամ լույս չի եղել։ Այդքան բան։ Արփիդավյան, պարոն Եղոյան, Արփիդավյան։ Կասեմ։ Շնորհակալություն։ Պարոն Ղազարյան, քանի որ հավակնում եք ոլորտային հանձնաժողովի նախագահի պաշտոնին, եւ ձեր խմբակցությունը եւ ձեր քաղաքական ուժը գյուղատնտեսության մասին շատ է խոսում, գյուղատնտեսության զարգացման մասին, հացս կարելի է ասել վերաբերվում է եւ գյուղատնտեսությանը եւ ջրային ոլորտին։ Պարոն Ղազարյան, ինչպես եք պատկերացնում գյուղատնտեսական հողերի, մասնավորապես աղակալած եւ դեգրադացված հողերի բարելավմանն ու վերականգնմանն ուղղված պետական քաղաքականությունը եւ գործնական քայլերը։ Ինչ մեխանիզմներ եք նախատեսում նման հողերի բերիության վերականգնման համար եւ դրանց գյուղատնտեսական շրջանառության վերադարձի համար։ Շնորհակալություն։ Սենց ասեմ, հաշվի առնելով, որ ասել եմ, որ ինձ ամենագետ չեմ համարում, չեմ ուսումնասիրել, կարծիք չունեմ, ստացվելու դեպքում կամ անգամ չստացվելու դեպքում կուսումնասիրեմ, կարծիքս կհայտնեմ, թույլ տվեք անդրադառնալ պարոն Եղոյանի ասած, որ ինֆրաստրուկտուրան շատ հին է, դրա համար ավտարներ, կներեք մեր վաղտել էր հին, մեկ, հա, բայց ես ուրիշ բան եմ ասում, ես ասում եմ, այդ ոնց է ալնում, որ այն ժամանակ բոլորը շատ ակտիվ խոսում էին, մեր ժամանակ մի տարի եւ ավել կառավարչին ասում եմ արի մի հատ հմեկով բանավիճենք հասկանանք տենանք այդ որ թալանել ենք այսպես ասած Ղազարյան Դավիթը թալանել է այդ որն է թալանը ինչն է թալանը բան չկա ես իմ խնդրանքը հետեւյալն է միայն այդ պարագայում կստացվի մեր աշխատանքը մեր ֆրակցիայի ղեկավարը շատ լավ շատ ճիշտ բան է ասել մեր ֆրակցիայի ես էլ ձեզ մի քիչ գաղտնիք բացեմ ասես մարդիկ եթե շեշտվել է իհարկե եթե կբերեն օրենք նախագիծ, որը կլինի մեր հասարակության, մեր ժողովրդի համար ընդունելու եւ դրական զարգացման առումով, մենք պետքա շատ դուրս քննարկենք կողմ լինելու հարցը։ Հիմա նույնը ձեզ եմ ասում, ախր եթե ես տեսնեի, որ այսօրվա անջատումների ժամանակ դուք նույնպես ակտիվ եք, դուք նույնպես ասում եք, լավ, այս ինչ վիճակ է։ Հավատացած եղեք, ես մասնագիտական խորհրդատվություն կտայի ձեզ, ձեր մասնագիտությունով կխնդրեի, դուք ինձ խորհրդատվություն տայիք Նորից եմ կրկնում, առանց որևէ քաղաքական համագործակցության էլ եմ ասում, մենք սենց բան ենք, այնքան հեռու ենք, որ կյանքում չենք կարա կպնենք իրար։ Հիմա ինչ վերաբերվում է
տեխնիկական վիճակին այդ թիվը բազմիցս ես հնչեցրել եմ։ Ամբողջ Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգը արդիականացնելու համար ուշադրություն անհրաժեշտ է մոտավորապես $10 միլիարդ։ Հեծը, եթե չեմ սխալվում, ներդրվել է 600-ից 700 միլիոն։ 700 միլիոն $։ Հիմա դուք եկել եք, ախր ամեն ինչ շատ պարզ է։ Եկել ենք, ասում ենք, ոնց որ ձեր տունը վերանորոգեք, ձեզ վերանորոգողն ասի պետք է $20,000 տաս, այս տունը վերանորոգեմ։ 5,000-ը տաս, գնաս ասես խիչ ես պրծել։ Խիչ եմ ապրում այս տանը։ Այնքան պարզ է ամեն ինչը։ Հիմա դրա համար եմ ասում, հարցեր ունենք, որպեսզի այստեղ վատ վիճակ, օրինակ ես պարզ ձեզ ասեմ, եթե ունենամ հարց ձեզ, որտեղ ունենամ կասկած եւ իմ ֆրակցիայի ընկերները ինձ չինֆորմացված չլինեն, մյուս չանեն, ես հարցը տալուց առաջ կմոտենամ, կասեմ մի հատ կասեք, այս ինչ խնդիր է, հաստատ չեմ ամաչի։ Իմ ֆրակցիայում էլ ինչ չեն կասկածի, հաստատ որ մոտեցած ձեզ ուրեմն մի բան են չի, էլի։ Արձագանք։ Պարոն Ղազինյան, կարելի է առնվազն գոնե իմ համաձայնություն ունենալ հարցին այդպես հեշտորեն վերադառնալու, նախորդ հարցին վերադառնալու համար, որովհետև ես ձեզ հաս տվեցի եւ սպասեցի, թե դուք մինչեւ վերջ պիտի պատասխանեք Եղոյանի հարցին։ Կարծում եմ այնքան էլ գեղեցիկ չէր։ Դուք ասացիք պատասխանը չգիտեմ եւ անցաք այն պատասխանին, որին փայլուն տիրապետում եք կամ փորձում եք պատասխանել։ Ուղղակի տգեղ էր։ Գիտեմ ինչ ասում։ Ոչ մի բան մի ասեք, լսեք իմ արձագանքը։ Արձագանքից, քանի որ դուք հացից շեղվեցիք, ես ձեզ այլ հաց կտամ։ Ձեր խմբակցության ղեկավարը ասաց իր խոսքի մեջ, որ ինքը շատ ուրախ կլինի, որ բոլոր յան ազգանունով մարդիկ հարստանան, լավ ապրեն եւ այլ, որպես այս հանձնաժողովի նախագահի հավակնոտ, ձեզ ուզում եմ հարցնել, Հայաստանի Հանրապետությունում ապրում են նաև այլազգի բազմաթիվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Ես կարող եմ եզրակացնել, որ Հայաստանի Հանրապետության այլազգի մեր այլ հայրենակիցները չեն հարստանալու, ես կարծում եմ, այստեղ վտանգներ կան, եւ դուք կիսում եք, որ միայն յան ազգանունովները պիտի հարստանան, իսկ մեր մյուս քաղաքացիները Հայաստանի Հանրապետության այդ իրավունքը չունեն։ Արձագանք։ Չնայած ձեր Հարգելի գործընկերներ, խնդրում եմ այդ քննարկումները դադարեցրեք։ Մաթեմատիկան խնդրում եմ անձայն արեք, պարոն Մանուկյան։ Չնայած Հարգելի գործընկերներ, լռեք, խնդրում եմ։ Չնայած ձեր կոպիտ հռետորաբանությանը, ես որպես հայ տղամարդ եւ դաստիարակություն ստացած անձ եւ լինելով կնամեծար, ձեզնից ներողություն եմ խնդրում, ձեր տված հարցին ասելով չգիտեմ, հարցը չփակելու համար, եթե ձեզ դա զեռատալի խնդրեմ։ Բայց կիսատ հարց կար, իմիջիայլոց ձեր գործընկերներ, էլի։ Հիմա ինչ վերաբերում է յան ազգանունին, ես անկեղծ ձեզ ասեմ, միջև խաղաղության պայմանագրի կնքումը աշխարհում ընդամենը 2 երկիր կա իմ համար, որոնք այստեղ դեռևս պիտի ոչ մի բան չանեն։ Մնացած բոլոր երկրներից ես անգամ կլինեմ խնդրողի դերում, իմ միջոցներով գնամ կհասնեմ իրանց, մեր ծրագրերը պետության հետ, իշխանության հետ աշխատելու դեպքում ունենալով պրեզենտացիաներ, կգնամ իրանց պրեզենտացիա կանեմ եւ կխնդրեմ գալ այստեղ որևէ ծրագիր իրականացնել։ Իմ ընկերը, իմ ֆրակցիայի ղեկավարը ասել է ընդամենը, ու դա նորմալ է յուրաքանչյուր հայի համար։ Իհարկե շատ ուրախ կլինենք, այն որ միտեղ լսում ենք, չէ՞, մի հատ հայ լավ ազգում։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան, հարցերի դեպքում ոչ թե 6-ա թիվը, այլ 12-ա թիվը։ Այսինքն դուք ելակետային տվյալները ի սկզբանե չգիտեիք, դրա համար էլ քիչ առաջ էլ ելույթ եք ունենում, ասացիք մեր ու ՔՊ-ի տնտեսագիտությունն ու մաթեմատիկան տարբեր է։ Հա, տարբեր է, մերը հիմնված է փաստերի վրա։ Արամ Վարդևանյան։ Շնորհակալ եմ։ Նախ պարոն Ղազինյան, ցանկանում եմ պարոն Անդրանիկ Քոչարյանի կողմից բարձրաձայնած մտահոգությունը մի հատ բացառենք, քանի դեռ իհարկե եթե գործում է այս պայն գործող քրեական դատավարության օրենսգիրքը, ձեր հետևից
որևէ կերպ դատախազ չի կարող գալ, բացառությամբ այն դեպքերի, եթե օրինակ պարոն Քոչարյանը համարում է ձեր մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվելը, դա էական հանգամանք է ոչ պատշաճ վարքագծի։ Չեմ կարծում, որ նման փաստարկ կա, չեմ կարծում, որ նման իրավաբանություն կա։ Կարծում եմ նույնիսկ Տիկին Դավոյանն էլ իմ հետ կհամաձայնվի, որ կալանքից ազատված անձին կրկին կալանավորելու ռեժիմը հստակ գրված է քրեական դատարության օրենսգրքի 121-րդ հոդվածով, այլ կերպ ասած դա բացառվում է Դավիթ Ղազինյանի դեպքում։ Նաև ի դեպ շատ հետաքրքիր է տեսնել այն քննիչին, դատախազին, ովքեր գտնում էին, որ Դավիթ Ղազինյան պետք է լինի կալանավորված։ Այսինքն առնվազն նաև հանրությունն է տեսնում, դուք եք տեսնում Դավիթ Ղազինյանի թե վարքագիծը, թե տեսակը։ Պարոն Ղազինյան, հարցիս անդրադառնամ, ձեզ հարցնում էին, թե օրինակ նույն տարածքային ենթակառուցվածքների կամ համայնքների խոշորացման հետ կապված քաղաքականության շատ ավելի սպეციფიկ հարց բարձրաձայնում էր Տիկին Դավոյանը, կարող էր դա բարձրաձայնել պարոն Թունյանի հետ հարց ու պատասխանի ընթացքում, բայց դա չարեց։ Հիմա նայում ենք ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը, թե ինչ է ակնկալվում մշտական հանձնաժողովի նախագահից։ Նախապատրաստել եւ նախագահել հանձնաժողովի նիստերը, գումարել հանձնաժողովի արտահերտ նիստ, մասնակցել խորհրդի նիստերին, ղեկավարել հանձնաժողովի քարտուղարությունը, իդեպ խնդրում եմ երևի Տիկին Վարդանյանի հարցադրումը ես մի փոքր շարունակեմ, ձեր ենթակայությամբ խնդրեմ մոտարկված թիվ հնչեցրեք, թե քանի անձ է եղել ու նաև ձեր պատասխանատվության, երբ զբաղեցնում եք համապատասխան պաշտոնը, կխնդրենք, որ գործընկերները, ովքեր ավելի մեծ փորձ ունեն, ասեն ԱԺ մշտական հանձնաժողովի քարտուղարությունը մեր հարգարժան քանի գործընկերներից է բաղկացած։ Այս հարցերն էին, խնդրեմ ձեր դիրքորոշումը, շնորհակալ եմ։ Պարոն Վարդևանյան, կապված կալանքի հետ շնորհակալ եմ իրավական օգնություն ցույց տալու համար, չնայած որ գիտեի, ինչ է նշանակում պատշաճ վարքագիծ, դա խոչընդոտելու ռիսկ եւ փախտնելու նոր անձագործություն, մի խոսքով չծավալվեմ, շնորհակալ եմ առավել մանրամասն բացատրելու համար։ Ես ճիշտն ասած բարի նախանձով եմ նայում իշխող կուսակցությանը, գիտեք ինչ առումով, որ մենակ իրանք են կարող գտնեն մարդ, որը կարա 8-ից 10 ոլորտ միանգամից ղեկավարի։ Ունենք չէ՞ տենց նախարարություններ, նույն մեր հանձնաժողովի հետ կապված նախարարությունը։ Ամենայն արգանքով չեմ ճանաչում այդ մարդուն, չեմ կարող ասեմ ամբողջին ինչքանով է տիրապետում։ Ունեցել եմ 1000 ինչ։ Դե այդ արդեն լավ է, էլի որ հիմա ունեցա։ Ուրեմն ամենասկզբից սկսել եմ մոտարապես 8-10 աշխատող, չնայած միջև այդ ունեցել եմ որոշակի կապ այսպես աշխատատեղերի հետ, հետո եղել է արդեն 1300-ից մինչև 6800 անց, այսինքն մասնաճյուղի տնօրեն, Երևանքաղաքի տնօրեն, իրացման տնօրեն, դե գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար եղած ժամանակ 6800 ամբողջ հետ։ Կարծում եմ ձեր հարցին պատասխանեցի։ Արձագանք։ Շնորհակալ եմ, ես արձագանքի ժամանակահատվածը կարծում եմ կօգտագործեմ մի փոքր այլ նպատակով, հայցելով ձեր ներողամտությունը, պարոն Ղազինյան։ Ես ինքս Երևանի պետական համալսարանի շրջանավարտ չեմ, բայց առավել քան տեղեկացված եմ Երևանի պետական համալսարանից եւ կարող եմ ասել, որ այն հեղինակությունը իրավաբանական համայնքում, նաեւ մասնագիտությամբ իրավաբանների, նույնիսկ կարող եմ ասել, որ օրինակ Դավիթ Ղազինյանի մեղադրական եզրակացությունը հաստատած դատախազի հայացքը ակնհայտ էր, ինչ աստիճան էր խուսափում նայելու Դավիթ Ղազինյանի հոր Գայք Ղազինյանի հայացքին, որտեղ իսկապես մեր իրավունքի ոլորտում միակ ակադեմիկոսն է եւ պարզապես այն հիմնավորումը իբրև, որը ներկայացվել է վերջինիս որպես դասախոս այլևս չհանդիսանալու համար Երևանի պետական համալսարանում, չեմ կարծում, որ պատիվ է բերում ի թիվս այլի իրավունքի ոլորտի համար։ Պարոն Ղազինյան, այսքանն էր, որը բնավ առնչություն չուներ ձեր որպես մշտական հանձնաժողովի նախագահի տեխնատության հարցի քննարկման հետ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ գնահատականի համար, պարոն Վարդևանյան, մեր ընտանիքում կա այսպիսի ավանդույթ ինքնակնդատական խոսել, հրապարակային մեզ գովելու համար չխոսել հրապարակային։ Շնորհակալ եմ։ Վահե Ղալումյան։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, պարոն Ղազինյան, այդ լղոզելու մասին գործընկերոջս որակմանը
ուզում եմ ասեմ ոչ թե հարցի պատասխանն է լղոզված, այլ իրականության հետ է կապված այդ լղոզումը, եւ մասնավորապես ինձ հետաքրքրում է, որ դուք աշխատելով Հայաստանի Հանրապետության ամենամեծ աշխատակազմ ունեցող հիմնարկությունում ինչ զգացողություն եք ունեցել այդ հիմնարկությունը Հայաստանի էլեկտրական ցանցերներ, հայկականներ, ռուսականներ, թե լատվիական համարներով երթևեկող մեքենան դրա հետ ինչ կապ ուներ։ Ձեր զգացողությունը։ Պարոն Ղալումյան, ումից ձեզնից չէի սպասում, որովհետև ավտոյի մասը ասեցի։ Հիմա ինչ կապ ունի հեծը լատվիական համարներով ավտոյի հետ չեմ պատկերացնում, միգուցե արձագանքի ժամանակ հստակեցնեք, եթե ռետորական հարցը չպատասխանեմ։ Ինչ վերաբերում է հեծը ռուսականներ, գիտեք, չեմ կարող շատ այսպես անձնական զրույցներ եւ գաղտնիքներ բացել, բայց ես ուղիղ 10 տարի աշխատելով հեծում, զբաղեցնելով բարձրագույն պաշտոններ, ոնց ասեմ, որ ճիշտ են չի, երբևէ անգամ որևէ ակնարկ, որևէ, չգիտեմ, ինչ որ լավ սենց ասեմ ավելի կոնկրետ հնչի, երբ որ պարոն Կարապետյանի հետ շատ ռազմավարական, մարտավարական նշանակություն ունեցող հարցեր քննարկվում, եթե ձեր ենթատեքստը հասկանալի է ուրա գնում, երբևէ առանց վարքյան վարանելու տրվել է պատասխաններ։ Ոչ, ես չեմ համարում դա ռուսական, չեմ էլ կարող համարել եւ մեղադրում եմ եւ կմեղադրեմ այն մարդկանց, ովքեր առանց ուղիղ կոնկրետ հիմնավորման կփորձեն դա համարել ռուսական։ Մեքենայի մասով եւս մեկ անգամ ասեցի, որ կարծում եմ դուք էլ ձեր կյանքում ինչքան ինֆորմացիա ունեմ, բավականին ակտիվ կյանքով եք ապրում, ունեք շրջապատ, ընկերներ, կարծում եմ դուք էլ ունեցած կլնեք այդպիսի իրավիճակներ, որ բացարձակ մոտ ընկերոջ, եղբոր եւ այլն մեքենան վարելու խնդիր չկա որպես այդպիսի։ Մեքենան նորից կրկնում եմ, տեղ անձնագրի վրա գրած է եղել Լատվիայի պատվո հյուպատոսություն, որպես սեփականատեր։ Դա ոնց կարող էր իմ մեքենան լինել, ես չգիտեմ։ Եթե պետքա ինչ որ մեկը, հետևից հարցերն եմ փակում, կարող է մի հատ հարց դուրս գա, էլի։ Եթե ինչ որ մեկը պետք է ասի քո ավտոն էր տարար գրանցեցիր, կներեք չէի կարող բավականին թանկարժեք մեքենա տանեի գրանցեի ուրիշի անունով եւ այդպես մնար։ Արձագանք։ Պարոն Ղազինյան, հարցս ձևակերպելիս ամենևին չեմ մտադրվել, որ ձեզ սուր հարց տամ, ես ընդամենը իրական փաստեր, որոնք իմ կողմից չեն ներկայացված, մամուլում հայտնված, մասնավորապես Զախարովայի ելույթի հետ կապված ռուսական բիզնեսի հետ, այդ կտորները իրար կպսրի եւ հետաքրիր ձեր տեսակետը։ Հիմա արձագանքի ժամանակ հաջորդ հարցն եմ ուզում տամ, երբ մենք հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովում քննարկում ենք հեծի հարցը, այնտեղ բավականին մեծ թվով հեծի պայմանագրային ներդրումների մասին էր խոսում, եթե չեմ սխալվում 140 միլիարդ դրամ, որից 70 միլիարդը պետք է ուղղվեր գոյություն ունեցող բաժանորդներին մատակարարվող հոսանքի որակը բարելավելու համար, որից 40 միլիարդը ներդրումը չէր կատարվել եւ ներ դրվել նոր բաժանորդներին հոսանք մատակարարելու գործին։ Այս տվյալները իրական տվյալներ են, կարող եմ սխալվել 1-2 միլիարդի ճշգրտությամբ, այնուամենայնիվ այն բաժանորդները, որոնք եղել են տասնյակ տարիներ, նրանց էներգիան բարելավելու համար գումար չի ծախսվել եւ նոր բաժանորդներ ընդգրկվել հեծի կողմից տրամադրվող այդ հոսանքի ցանցում։ Արձագանք։ Պարոն Ղալումյան, մեծ է գայթակղությունը ուղղակի ասել, որ դիմեք ձեր նախկին կուսակցական ընկեր պարոն Մեսրոպ Մեսրոպյանին, բայց ես հիմա ձեզ կփորձեմ շատ հանգամանալից բացատրել ինչա կատարվում։ Հեծը երբ որ ներկայացնում է ներդրումային ծրագիր, այն հաստատում, փոփոխում, ընդունում կամ չընդունում իրականացվում է ՀՑԿ-ի կողմից։ Երբ որ նոր միացումների քանակը շատացավ, շատ զարմանալիորեն ձեզ համար ամենայն դեպս թղթի վրա անկախ, բայց սա հիմնավոր եմ ասում, իրականում կախյալ հանձնաժողովը որոշում կայացրեց, որ հեծը այդ փողը չպետք է ծախսի։ Այդ ձեր ասած բաժանորդների սպասարկման որակի վրա։ Այլ պետք է ծախսի նոր միացումների վրա։ Դա եղել է հանձնաժողովի որոշումը, եթե դա սխալ է, խնդրում եմ
իրար հետ ամբողջ ազգային ժողով պատասխանության ենթարկենք հանձնաժողովին։ Շնորհակալություն։ Հա։ Եվ քանի որ Լևոն Քոչյանը դալիճում չի, վերջին հարցը Նատալիա Սինորյան։ Թիվը թողասի պարոն Ղալինյան։ Ընտրեմ Տիկին Սինորյան սկսեք։ Շնորհակալություն, պարոն Ղազինյան, ձեր ելույթից եմ ուզում հարց տամ։ Ձեր ելույթի ընթացքում ես իմ մոտ նշումներ էի անում։ Դուք խոսեցիք հյուսիս-հարավից եւ երկաթգծից, եւ ձեր քաղաքական գնահատականն եմ ուզում լսեմ աղային, որ օրինակ 2000-ականներին Մեղրի երկաթգիծը ձեր հարևան խմբակցության լիդերի կողմից վաճառվեց եւ հանվեց, ըստ էության մենք հիմա TP նախագծի համատեքստում այդտեղ խնդիր ունենք։ Հյուսիս-հարավի համատեքստում հենց ձեր խմբակցության քաղաքական հայրերն են այդ ամեն ինչի ակունքներում կանգնած քրեական գործ կա այդտեղ։ Ինչ գնահատական ունեք այդ համատեքստում եւ ուզում եմ ձեր գնահատականը ներկայացնեք որպես քաղաքական գործիչ եւ ոչ թե որպես իրավաբան, որովհետեւ հյուսիս-հարավի գործունեությունը ըստ էության 2012-11 թվականից է սկսված եւ նաեւ քրեական գործեր կան այդտեղ հարուցված։ Շնորհակալ եմ։ Մի ճշտող հարց բանի հետ կապված մեր քաղաքական հայրը այդ հարցը կրկնեք խնդրում եմ, թեկուզ իմ ժամանակի հաշվին էլ։ Այդ հասկացա։ Հետ կապված ըստ էության ձեզ հետ փոխկապակցված անձիկ էին քաղաքական հայրերը 2012 թվականին։ Ովքեր են այդ ժամանակ խմբակցության ղեկավար եւ աշխատակազմի ղեկավար։ Ինչի հետ են փոխկապակցված։ Պարոն Ղազինյան, նկատի ունի, որ Նարեկ Կարապետյանի հայրը, պարոն Կարեն Կարապետյանը այդ թվականին Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր։ Դա նկատի ունի։ Ճիշտ եմ հասկանում։ Այո։ Հետևելով իմ կյանքի կարևոր սկզբունքներից մեկին չեմ խոսում այն թեմայի մասին, որը, չգիտեմ, ճիշտ է, սուտ է եւ առավել եւս եթե քրեական մեղադրանք է, միջև չլինի օրինական ուժի մեջ մտած որոշում եւ ես այն չնայեմ 100%-անոց կարծիք չեմ կարող հայտնել խոսքը Մեղրիի երկաթուղու մասին է։ Ինչ արաբան հյուսիս-հարավին ես ախր կարող եմ ազգային ժողովից կոչ անել բոլոր միլիարդատեր հայերին, միլիարդատերը չէ, միջև միլիարդ ունեցող հայերին, իրանց ընտանիքի անդամներին խնդրել, որպեսզի գան Հայաստանի Հանրապետություն եւ զբաղեցնեն բարձր պաշտոններ։ Կարող եմ այսպիսի խնդրանք ունենալ, ձեզ էլ խնդրեմ, դուք էլ խնդրեք։ Ուզում հասկանամ, հյուսիս-հարավը կառուցվում է, մեկ-մեկի մոտ այնպես տպավորություն է ժողովուրդ, որ Պարոն Հարությունյանը ստե չի, այդ սաղ մի արեք այտենց էլի, որովհետև աշխարհի մեղքերի մեջ նույն հաջողությամբ իրան պիտի մեղադրենք։ 2008 թվին պարոն Կարապետյանը, Կարեն Սարգսիչ եղել է Կարեն Սարգսին, այդպես չասենք էլի, որ եղել է ֆրակցիայի ղեկավար, այստեղ ասում են մարտի 1-ին Տիկին Մանավազյան, դուք պատրաստվում եք որևէ ինչ որ մի քաղաքական լարվածության ժամանակ հրամանտակ, որ ինչ որ բան արեն զորքերը։ Չէ, կամ քաղաքական մասնակցություն եք ունենալու։ Ես ուզում եմ ասեմ, դուք բաներ եք հարցնում, ժողովուրդ, աշխատակազմի ղեկավարի գործառույթները բոլորդ լավ գիտեք, դա կազմակերպելն է աշխատակազմի ընթացակարգերը եւ մնացածը։ Այլ պատասխան չունեմ այստեղ։ Եվ երրորդը ասեք, ես ավարտել եմ, ասեք։ Արձագանք։ Պարոն Ղազինյան, ըստ էության դուք այդ հարցին չպատասխանեցիք, քաղաքական գնահատական էր մեզ անհրաժեշտ եւ օգտվելով աղիթից նաեւ դուք չեք պատասխանել պարոն Ալեքսանյանի հարցին, Բերմյակովի հետ կապված։ Գուցե այդ համատեքստում որոշակի կաշկանդվածություն ունեք, որ չեք պատասխանի, գուցե այդ երկրի դեսպանի կամ փոխդեսպանի հետ մտային հարաբերություններ ունեք։ Խնդրում այդ հարցին եւս պատասխանել։ Որ ասեմ, ռուս չեմ տեսել, սուտ կլինի, բայց դեսպանին ու փոխդեսպանին չեմ տեսել։ Բերմյակովի հետ կապված, այն որ այսպես մխիթարանք գոյություն ունի, սրտի գոնե նստած է։ Երկրորդը նու հա պարզ է, Սաֆարով մյուս հարցն եմ ուզում հիշեմ, ճիշտ ասած։ Հա, իմիջիալոց չեմ կարող ես ձեզ հորդորել, ես չեմ կարող ժողովուրդ ձեզ հորդորել, որպեսզի դիմացը չդնեք քաղաքական։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պահպանեք լռություն ու մի ստիպեք ինձ 10 րոպեն մեկ խնդրել ձեզ դրա մասին։ Ես չեմ կարող ինքս հորդորել դիմացը դնելով քաղաքական գնահատական հետևից ինչ ուզենալ ասելուն, որ չարվի այդպիսի բան։ Այսինքն ինչ մտածել դիմացը դնել քաղաքական գնահատական, ես չեմ կարող իմ հորդորին հակառակ գնալ նույնը անել։
Ես քաղաքական գնահատականը պատկերացնում եմ իրականում քաղաքական գնահատական։ Այս պարագայում ես ինչին քաղաքական գնահատական տամ։ Եկեք նստենք իրար հետ, ներողություն 5 վայրկյան, նստենք իրար հետ, դուք ինձ ասեք կոնկրետ ինչի մասին է խոսքը, ես ձեր առաջ գնահատական տամ։ Շնորհակալություն, պարոն Ղազենյան, հիմա դուք կարող եք զբաղեցնել ձեր տեղը, վստահ եմ հիմա ելույթների փուլն են գնում եւ կհնչեն այն մտքերը, որոնց մասին այդ գնահատականները պետք է հնչեն։ Հարգելի գործընկերներ, ուշադրություն, գրանցվում ենք մտքերի փոխանակության համար։ Գրանցում։ Հիշեցնեմ, որ մեր պայմանավորվածության համաձայն քաղաքացիական պայմանագիրը կարող է ունենալ մինչև 6 ելույթ, ուժեղ Հայաստանը մինչև 3 ելույթ եւ Հայաստան դաշինքը 2 ելույթ։ Խնդրեմ Տիկին Հակոբյան, առաջին ելույթի համար Հասմիկ Հակոբյան։ Մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Այս 5 տարիների ընթացքում, ինչ ես պատգամավոր եմ, շատ քաղաքացիներ եմ ընդունել եւ շատ էին այդ քաղաքացիների թվում այն քաղաքացիները, որոնք բողոքում էին օրինակ իրենց դժվարություններից կախված իրենց երաշխավորության հետ։ Օրինակ վստահել էին տարբեր հարազատների, ընկերների եւ երաշխավորություն էին տվել բանկին, որպեսզի իրենց ծանոթը վարկ վերցնի, օրինակ տուն, հիպոթեկով տուն վերցնի կամ գումար վերցնի եւ այլն։ Եվ տարբեր դժվարությունների առաջ են կանգնել, որովհետեւ տունը արդեն պահանջում էին որպես իրենց երաշխավորության պատասխան։ Հիմա ինչ է մեզ պատմությունը պատմում։ Պարզվում է, որ ռազմավարական նշանակություն ունեցող հեծը երաշխավորություն է տվել Տաշիր խմբի հետ փոխկապակցված տարբեր կազմակերպություններին շուրջ 691 միլիոն դոլարի, որպեսզի այս երաշխավորություն է տվել, որպեսզի վարկ վերցնեն։ Պարոն Կարապետյան, ելույթով կարձագանքեք։ Եվ այդ Լռություն դալիճում։ այդ կազմակերպությունների մեջ եղել է նաև ոչ ռեզիդենտ կազմակերպություն, որը Կալուգա, ոնց էր, Snap Stroy, չէ՞։ Ճիշտ եմ ասում, Կալուգա Snap Stroy։ Դե դուք կիմանաք, պարոն Կարապետյան։ Եվ եթե ըստ այս լուրերի, ուրեմն ինչ որ երրորդ կողմը չփակեր իր պարտավորությունը, հեծը կանցներ բանկին։ Պարոն Կարապետյան, իհարկե դուք պատասխանելու հնարավորություն կունենաք, բայց պարզվում է նաև, որ հեծը անտոկոս վարկ է տվել, չէ, այդ մեկը գոնե կհաստատեք։ Հեծը անտոկոս ուրեմն փոխառություն է տվել Տաշիր խմբի հետ փոխկապակցված կազմակերպություններին։ Կարող եք ասել, դե հիմա հնարավորություն է ունեցել տվել է, չգիտեմ, բայց այդ նույն շրջանում հեծը նաև շուկայական տոկոսներով վարկ է վերցրել սեփական կարիքները փակելու համար։ Եթե այդքան հնարավորություն ուներ անտոկոս վարկ տալ սեփական բիզնեսին, ապա ինչու էր հեծը նաև շուկայական տոկոսներով վարկ վերցնում, որպեսզի սեփական կարիքները հոգար, հեծը իր կարիքները հոգար։ Մի վարքյան Տիկին Հակոբյան, հարգելի գործընկերներ, ինչքան կարելի է։ Խնդրեմ։ Այլ դրվագ է հայտնի դարձել, օրինակ, որ հեծը ունի մասնաշենք եւ ավտոկայանատեղի, որը բնավ չի օգտագործվել հեծի կարիքների համար։ Օրինակ, այդ տարածքը տրվել է վարձով շուրջ 128,000 դրամով կարծեմ, 128,000 դրամով, 126,000 դրամով ներողություն։ Բայց հեծը իր մեքենաները տարել եւ կայանել է մի ավտոտնակում, այսպես ասած, որի համար ամսական տվել է 12.6 միլիոն դրամ։
Եվ դա փոխկապակցված նաև ձեզ անձ է, այդ անձը։ Պարոն Կարապետյան, մեզ քաղաքացին չի կարող հասկանալ, որ մենք սենց հիմա երկխոսենք, ձեր եթե խոսափողը միացնեն, հա, բայց այսպես ճիշտ չի, էլի, քաղաքացին չի հասկանում դուք ինչ եք ասում։ Կարձագանքեք։ Նաև տարբեր ապացույցներ են ի հայտ եկել, որ տարբեր հավելագրումներ են եղել քաղաքացիների վրա։ Նաև եղան հայտարարություններ, որ այդ հավելագրումները եղել է Զորամասի վրա, դպրոցի վրա, համայնքապետարանի շենքի վրա, փողոցի, հա, ինչ որ լուսավորության հետ կապված նաև դրա վրա, տարբեր կազմակերպությունների, տարբեր շինությունների եւ շատ մեր քաղաքացիների վրա եղել են հավելագրումներ։ Դուք կարող եք ասել այո, եւ հնարավոր է դա դիմել եւ վերանայում կատարվի։ Ես եք ասեմ այո, բայց ինչ է կատարվել։ Մենք 2024 թվականի ամռաններ կարծեմ, երբ խոսեցինք հեցի այդ պարբերաբար անջատումներից, խնդիրներից հարուցված, հետո արդեն հիշում եմ, որ մենք մեր խմբակցություն հրավիրեցինք ՀՑԿՀ նախագահին եւ մեր հարցադրումներն ուղղեցինք, դա սեպտեմբերն էր, հոկտեմբերն էր, հետո հիշում եք, որ հրաժարականն եղավ ՀՑԿՀ նախագահի եւ փոխնախարարի նաեւ, ինչեւ է։ Դրան հաջորդող 1-2 ամիս հետո պարզվում է, որ այդ հաշվիչը, որտեղ այդ սերվերը, որտեղ պահվել են այդ անջատումները, հանկարծ ջնջվել է։ Եվ ջնջվել է 18-ից 25 մինչև թվականը բոլոր տվյալները։ Այսինքն մարդը այլևս չէր կարող դիմել ասել ինձ վրա հավելագրում եք արել, որտեղ այդ բազան ջնջվել է։ Ոնց է ջնջվել, պարոն Կարապետյան։ Ոնց։ Պարոն Ղազինյան, ինչի պարոն Կարապետյան։ Չէ, հետո կասեք։ Այսինքն մարդը չի կարող։ Իմ գործընկերները իհարկե բարձրաձայնեցին շատ այլ խնդիրներ, որը կապված էր տենդերների հետ, պարզվում է, որ շատ քիչ մարդիկ են կարող այդ գնումների մասնակցել, պարզվում է, որ նույն կազմակերպությունը շատ ավելի թանկ գնով ձեր ժամանակ, հա, ծառայություն է մատուցել, հիմա դրա կես գնով է անում, այս բաները ես չեմ հասկանում, ոնց կարող է լինել։ Պարոն Ղազինյանն ասում է, այ որ Լատվիայի հյուպատոս սարանին է պատկանել այդ մեքենան, դա խնդիր չի։ Մեզ համար տարաբերություն չկա, Բելարուսին է պատկանել, Լատվիան է պատկանել, այդ ավտոմեքենան։ Մեզ համար գիտեք ինչն է բան խնդիր, կամ ձեր խնդիրը որն է, որ այդ գիտակցումը, որ օրինակ կարող է դուք դառնաք հանձնաժողովի նախագահ եւ այդ թղթի վրա, որ ասում եք գրած է Լատվիայի հյուպատոսարան, այն թղթի վրա, որտեղ գրված կլինի պետական գույք, ազգային ժողով, այդ մեքենան ձեր օրինակ դիցուկ Լատվիայի հյուպատոս ընկերոջը սկսի պատկանել եւ ծառայել։ Հարգելի գործընկերներ, մի ընդհատեք տեղից։ Օգտագործեք։ Տիկին Հակոբյանը ձեզ չէր ընդհատում։ Ոնց որ դուք եք վերցրել ամիսներով ձեր, ես օրինակ իմ ընկերներից եղել է։ Իմ մեքենայի հետ խնդիր ա եղել, իր մեքենան օգտագործել եմ, բայց դա չի եղել ինչ որ մի կառույցի մեքենա։ Եթե դուք դրա մեջ խնդիր չեք տեսնում, ասեմ կարող է վաղը, երբ որ դառնաք հանձնաժողովի նախագահ եւ ունենաք ծառայողական մեքենա, որի վրա գրված կլինի ազգային ժողով, ձեր ընկերը ուզի եւ դուք քանի որ տենց լավ տղա եք, ոնց որ ասում եք, հա, բանա, դուք ձեր մեքենան, դուք եք այս 10 օրը հետ եք ասում, պարոն Ղազինյան։ Այդ մեքենան տրամադրեք, ասեք դե հիմա իմ ընկերն է հիմա էլ նեղության մեջ, ես որ նեղության մեջ է իր հյուպատոսանի մեքենան տվել է, հիմա էլ ես տամ։ Էսա խնդիրը, ոչ թե Լատվիան։ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ դադարեցնել տեղից արձագանքները, կսկսեմ նախազգուշացումներ տալը։ Մարտի 1-ի հետ կապված խոսք գնաց նոր վերջում, պարոն Ղազինյան, մեր նախորդիվ շրջանի բոլոր ձեռքբերումները, նաև թերացումները մենք մեր թիմակիցներով հավասարապես կիսում ենք։ Մեր ֆրակցիայի ղեկավար պարոն Կոնջորյանը նախորդիկ 5 տարիներին ինչ եղել է, ինձնից մի գլուխ ավել պատասխանատվություն այո կրում է։ Մարտի 1-ի համար հանրապետականների ֆրակցիայի ղեկավարը չի կարող պատասխանատվություն չկրել, որովհետև հետո ինքը չի ասա, «Էս ինչ եք արել»։ Էս ոնց եք սենց վարվել, ոնց եք այս զորքը, մարդիկ, մահերը, փողոցը, տենց բան չի ասել, գնացել աշխատակազմի ղեկավար դրանից հետո, ժամանակագրությամբ այդպես էր, չէ՞, սկզբից այն, հետո աշխատակազմի ղեկավար, այսինքն նորմալ է եղել իր համար այդ ամեն ինչը։ Եվ այդ որ ասում եք, ես կոչ եմ անում ներդրում անել, ես չկարողացա ձեզ հարց տալ, բայց միգուցե սենց ձեզ հարց տամ, որ ասում եք, ես այնպես էր տրամադրվածությունը ձեր, որ դուք ողջունում եք, որ ենթակառուցվածքներ կառուցվեն, չէ, որ դուք լինեք հանձնաժողովի նախագահ, ձեզնից կախված ամեն ինչ կանեք, որ օրինակ մեր սահմանամերձ համայնքներում նոր ենթակառուցվածքներ կառուցվեն, չէ։ Ձեր ղեկավարը եւ դուք ամիսներով ասում եք, որ մեր կառուցած ենթակառուցվածքները այն սահմանամերձ համայնքներն եք շեշտում։ Դա արվում է նրա համար, դպրոցներ, ճանապարհներ,
որովհետեւ վերաբնակեցնեն ադրբեջանցիներին։ Դուք աջակցելու եք այդ օրակարգին, որովհետեւ մենք վերընտրվել ենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Էդուարդ Աղաջանյան, պատրաստվի Քնարիկ Հարությունյանը։ Շնորհակալ եմ հարգելի գործընկերներ։ Պարոն Ղազինյան, այս ելույթի մի մասը ուզում եմ օգտագործել ձեզ հարցեր ուղղելու համար, քանի որ հնարավորություն չեղավ գրանցվել։ Դուք խոսեցիք մի քանի բաների մասին, դրանց մասին ըստեյության հարցերս։ Դուք ասացիք, որ ինքնարժեքից ցածր գնով եք վաճառել հաշվիչները, կխնդրեմ մանրամասնեք ինչ տրամաբանությամբ, որովհետև գնել, չէ՞։ Ամեն դեպքում ինչով է բացատրվում այս գործարքը, ես չհասկացա այնքան էլ հիմնավորումը։ Ինչով վերաբերում է դիվանագիտական համարներով ավտոմեքենա վարելուն, անկեղծ որ ասեմ, ես այս պատմությանը ընդհանրապես ծանոթ չէի, գործընկերների հարցից իմացա, ու իմ համար անկեղծորեն խնդիրը ռուսական կամ որևէ այլ պետության համարանիշի մեջ չի, այլ փաստ է ինքնին, որ դուք վարում եք ավտոմեքենա, որը դիվանագիտական համարներով է։ Ես օրենքը նայեցի, վստահ եմ, որ օրենքով արգելված է դա։ Կարող եմ օրենքին հղում անել եւ կարդալ, կարծում եմ համաձայն կլինեք, բայց խնդիրը նույնիսկ օրենքի մեջ չի, էլի մշակութային ինչ-որ բան կա, որովհետև այդ ավտոն ինքնին համարվում է հատուկ ռեժիմով վերաբերմունք ստացած պետության կողմից ավտոմեքենա, որով օրինակի համար կարելի է որոշակի խախտումներ անել եւ դրանով է պայմանավորված, որ իրավունք չկա ոչ դիվանագիտ հանդիսացող եւ այն վարորդներին, ովքեր դիվանագիտական ծառայությունների հետ կապ ունեն, այդ ավտոմեքենաները վարել։ Ըստ այդմ ըստ իս խնդիրը դրանում է ամենևին կամ երկրորդական է առնվազն ռուսական թե լատվիական համարներ են դրանք։ Ես պարոն Ղալումյանի հարցին ի պատասխան դուք ասացիք, որ նոր բաժանորդների թիվն ավելացել է, ինչով պայմանավորված նախապես կնքված պայմանագիրը ըստ էության փոխվել է, դուք ասացիք ՀՑԿ-ի որոշմամբ։ Այսինքն ոչ չեք կարող արձագանքել։ Ես կխնդրեմ, որպեսզի ուղղակի այս հարցերին անդրադառնաք, ես հասկացա հետևյալը։ Ի սկզբանե եղել է պայմանագիր, որի շրջանակներում 40 միլիարդ դրամի, եթե չեմ սխալվում, շրջանակներում պետք է ներդրում արվեր, իրականացվեր գոյություն ունեցող համակարգերը արդիականացնելու համար, որը ընթացքից կամ կեսից չի իրականացվել պայմանավորված նրանով, որ նոր բաժանորդների թիվը ավելացել է։ Եթե սխալ եմ հասկացել, խնդրում եմ ուղղեք ինձ, բայց ուզում եմ նաև հասկանալ, այս նախաձեռնությունը ձեզնից է եկել, թե ՀՑԿ-ից, այսինքն դուք ասում եք, որ ՀՑԿ-ն է այդ որոշումը կայացնել, կխնդրի այստեղ հստակեցնեք եւս։ Եվ պարոն Ղազինյան, իդեպ դիվիդենդների բաշխման գաղտնիության վերաբերյալ ես հենց նոր նայեցի օրենքում, այդտեղ գաղտնիություն չկա, սա հրապարակային ինֆորմացիա է, եւ դուք այս կոնտեքստում ասում եք, ես եթե մի բան չգիտեմ, նախընտրում եմ չասել այս ամբիոնից, ու այս իդեպ այս մոտեցումը եւ այս խոսույթը շարունակելով ելույթից մնացած մասը կուզեմ անդրադառնալ նախորդիվ մեր գործընկերների կողմից հնչած ելույթներին, որովհետև այս երկու օր փորձում եմ գրանցվել, ոչ մի կերպ իմ հերթը չի հասնում, իսկ ելույթները շատ են։ Ընդհանրապես ես ուզում եմ հիշեցնել, որ օրեր առաջ կոչ արեցի մեր գործընկերներին այս ամբիոնին մոտենալիս փորձել ավելի պատասխանատու լինել թվեր եւ փաստեր հնչեցնելից, բայց քանի որ այդ գործելակերպը շարունակվում է, կարելի է հետևություն անել, որ սա նպատակային նաև նշանակություն ունի մանիպուլյացիայի եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության տարածման առումով։ Այ օրինակ պարոն Մամիկոն Ասլանյանը իր ելույթում վերջին երկար ելույթ տևեց, որի ընթացքում մի դրվագի անդրադառնամ, ասաց 60-րդ հոդվածի հող օտարելը վարչական իրավախախտում է եւ ոչ մի քրեական հետևանք չի առաջացնում։ Ես սա ցիտում եմ, ընդ որում պարոն Մամիկոն Ասլանյանը։
իրավաբան է եւ հանրության ընկալման մեջ կարող է տպավորություն ստեղծվել, որ մարդը իրավաբան կոնկրետ օրենքից ուրեմն հղում է անում եւ օրենքին հղում անելով արձանագրում է, որ ամբողջ գործը իր նկատմամբ հարուցված շինծու է։ Այնինչ հարգելի գործընկերներ եւ սիրելի հայրենակիցներ, իրականությունը հետեւյալում է, որ Քրեական օրենսգրքում օրենսգրքի հոդված 441-ն ասում է հետևյալը, ուրեմն անունը պաշտոնատար անձանց համայնքի ղեկավար, ավագանի պետական գույքի կառավարման կամ կադաստրի պաշտոնյաների կողմից ապօրինի օտարման դեպքում ըստ հոդվածի պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը։ Ամենահաճախ կիրառվող հոդվածն է, երբ պաշտոնատար անձը իմացությամբ կամ անզգուշությամբ 60-րդ հոդվածի տակ ընկնող հողատարածքն ապօրինի աճուրդով կամ որոշմամբ օտարում է մասնավոր անձի։ Սա քրեական օրենսգրքից եմ ես ցիտում։ Կիրառվում է եւ ու մյուսը պաշտոնական կեղծիքը։ Կիրառվում է եւ 60-րդ հոդվածի սահմանափակումները շրջանցելու համար պաշտոնական փաստաթղթերում կամ կադաստրային քարտեզներում, գրանցումներում կեղծ տվյալներ են մտցվում։ Շարունակելով մանիպուլյացիաների թեման եւ թվերի եւ փաստերի խեղաճուրման, պարոն Կարապետյանը քիչ առաջ ելույթ ունենալով տնտեսական ցուցանիշներից ասում է, որ աղքատության ցուցանիշը 2018 թվականից մինչ օրս, այսինքն մինչև 26 կամ 25 թվականը, ընդամենը նվազել է 2-3%-ով։ Հարգելի գործընկերներ, ուզում եմ հիշեցնել, որ այս այն թվերը, որը հավանաբար պարոն Կարապետյանը իրար հետ համեմատում է, հաշվարկվել են տարբեր մեթոդաբանությամբ։ Եվ մասնավորապես 2018 թվականին 23.5% աղքատության ցուցանիշը, երբ որ համեմատում ենք նոր ցուցանիշի հետ հաշվարկված նոր մեթոդաբանությամբ, իրականում կլիներ 28.4։ Եվ այս պարագայում տարբերությունը հարգելի գործընկերներ կազմում է 7%։ Այդ 2, 3 ու 7։ Այսինքն կարծում եմ այս թվերի մեջ, ընդ որում պատրաստ եմ այս թվերը ձեզ տրամադրել, ոչ մի խնդիր, պարոն Կարապետյան, կարող են քննարկել եւ բանավիճել, բայց սա փաստ է։ Հաջորդը հարգելի գործընկերներ, թրիփի պիտի անդրադառնամ, այնուամենայնիվ հնարավոր չէ, որովհետեւ նույն պարոն Կարապետյանն ասում է, որ իրենք արտահայտել են թրիփի մասին իրենց դիրքորոշումը դեռևս 6 ամիս առաջ։ Պարոն Կարապետյան, ես ուզում եմ հասկանալ դուք ով, որովհետև ձեր խմբակցության անդամներից մեկը մոտավորապես հենց 6 ամիս առաջ արել է հայտարարություն, ըստ որի նա գնահատում է, որ թրիփը Ալիևի կողմից պարտադրված միջանցք է, եւ հենց 6 ամիս առաջ ձեր խմբակցության հայտնի պերսոնաժի մասին է խոսքը։ Հաջորդը խնդիր է, ասում եք, խնդիր է մեր հարևան երկրից չունենալ երաշխիքային տրամաբանության աջակցություն։ Եվ տանում եք էլի այս թեման երաշխիքի դաշտ, երաշխավորների դաշտ, եւ ինչ որ բայ ասում եք, նույնիսկ եթե թրիփ նախագիծը չունենա երաշխավոր, մենք վերջի վերջո կբերենք երաշխավոր մեր տարածքային ամբողջականությունը պահպանելու համար։ Պարոն Կարապետյան, նախ ուզում եմ միջազգային փորձից մի քանի օրինակ բերել, էլի։ Ուրեմն դուք գիտեք, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավորներից են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ Ռուսաստանը։ 94 թվականի Բուդապեշտի հուշագիր։ Նույնը Կիպրոսի, ուրեմն պարագայում, Կիպրոսի անվտանգության երաշխավորներից են Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Թուրքիան։ Այս համաձայնագիրը կնքվել է 1960 թվականից, ինչից հետո 1970 թվականի 74-ին Թուրքիան ներխուժել է Կիպրոս։ Եվ շարունակելով այս թեման, եւ դուք խոսում եք կոնկրետ մեր տարածքային ամբողջականության երաշխիքների մասին, ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ այս պահի դրությամբ կոնկրետ պայմանագրեր կան գործող, որոնք որ տրամաբանորեն պետք է որ ապահովեն մեր տարածքային ամբողջականությունը։ Ուր եք դուք ում հետևից եք ընկել, այսինքն մենք գործ այս պահին ունենք այդ պայմանագրերը, մեկը Ռուսաստանի հետ, ուրեմն 1997 թվականին բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագիր։ Հոդված 2. Պայմանավորվող կողմերը միմյանց հետ սերտորեն կհամագործակցեն Հայաստանի Հանրապետության եւ ՌԴ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործում։ Նրանք անհապաղ կխորհրդակցեն ամեն անգամ եւ նրանցից մեկի կարծիքով առաջացել է նրա վրա զինված հարձակման սպառնալիք համատեղ պաշտպանության ապահովման նպատակով։ Ընդ որում հայտնի պայմաններում մենք կհիշեք դիմել էինք եւ արձագանք այդպես էլ չստացվեց։ Եվ նույնը հապկի շրջանակներում, պարոն Կարապետյան, մենք ունենք
երաշխավոր, այս պայի դրությամբ գործող պայմանագրեր են։ Դուք ինչ հավելյալ երաշխիք եք պատկերացնում կամ ում կողմից եք պատկերացնում, որ այդ երաշխիքները կլինեն։ Եվ վերջում պարոն Վարդեվանյանը խոսելով բարեվարկությունից եւ հնչեցված արտահայտություններից, որպես օրինակ ահավոր տենց վիրավորող արտահայտության ասում փուրը տալը նորմալ է օրինակ։ Պարոն Վարդեվանյան, մենք լինգվիստիկ ընկալումների տարբերություններ ունենք, որովհետեւ ու վերջում ես իրականում հատուկ մտել նայել եմ բացատրական բառում, փուրը տալը ինչա նշանակում։ Կարակը գցել, ջուրը գցել, զոհազեխան սեղանին դնել եւ այլ։ Իսկ օրինակ ի տարբերություն դրան սրիկան նշանակում է ամբարով, ստոր։ Տարբերությունը զգում եք։ Շնորհակալություն, եկեք նորից շարունակենք այս դիսկուրսը։ Վերջի ելույթի համար Քնարիկ Հարությունյան եւ հարգելի գործընկերներ, վերջին անգամ եմ նախազգուշացնում, սկսելու եմ նախազգուշացումներ տալը։ Վերջին ելույթից առաջ վերջին անգամ նախազգուշացնում եմ, որ սկսելու եմ նախազգուշացումներ տալը։ Խնդրում եմ լռեք։ Խնդրեմ Տիկին Հարությունյան։ Ազգային ժողովի մեծարգո նախագահող հարգելի Պարոն Մամիկոն Ասլանյան, ձեզ հայտարարվում է նախազգուշացում։ Թերևս նորից սկսեմ, ազգային ժողովի մեծարգո նախագահող, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Այսօր մենք քննարկում ենք ազգային ժողովի տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածուի հարցը եւ ես հնարավորություն ունեմ խոսելու տիմերի, համայնքների եւ մասնավորապես Գյումրու մասին։ Հիշում եք Գյումրու տիմ ընտրություններից հետո ընդդիմությունը պարբերաբար թմկահարում էր, որ հաղթել է քաղաքացիական պայմանագրին։ 4 քաղաքական ուժով, իդեպ այստեղ բանալի բառը 4-ն է, մի կերպ իշխանություն վերցրեցին Գյումրիում եւ ինչ եղավ, կես տարի չդիմացան այդ իշխանությանը։ Քաղաքապետի աթոռին նստելուց ուղիղ կես տարի հետո կոմունիստ վերադասավորված Վարդան Ղուկասյանը թաթախվեց կոռուպցիոն գործարքի մեջ։ Անց 1 տարի քաղաքացիական պայմանագիրը համապետական ընտրություններում հաղթում է ընդդիմությանը, այն ընդդիմությանը, որը տենչում էր, երազում էր Գյումրի 2 սցենարի մասին։ Եվ հենց Գյումրիում տապալվեց ձեր պլանը։ Ձեր տեղական առաջնորդները նույնիսկ իրենց թաղերում պարտվել են քաղաքացիական պայմանագրին։ ԿՊ Գյումրիում մոտ 51% ձայն է հավաքել։ Ինչու այդպես ստացվեց։ Որովհետև դուք խաբել էիք ընտրողին։ Դուք նրա գլխին Վարդան Ղուկասյանին կարգել էիք քաղաքապետ եւ Գյումրեցուն ասել էիք, որ դրան է արժանի։ Հենց դրա համար Գյումրիում պիտի անցկացվեն ավականու արտահերթ ընտրություններ, ու պատճառը միայն դա չէ։ Գյումրիում կառավարման խորը ճգնաժամ կա, թափառող կենդանիներ, վատ աղբահանություն, մշտապես ծխացող աղբավայր, տրանսպորտի անհասանելիություն, երեկոյան ժամերին դեզք փողոցների մասին լռեմ։ Եվ այս ամենը հետևանք է մեկ բանի, կառավարման տոտալ անկարողության, ինչին Գյումրին արժանի չէ։ Իդեպ Գյումրիում 180 վերանորոգված փողոց կա, որից 143-ը վերանորոգվել է 2018-ից հետո, իսկ այն 37-ը նախորդ կառավարությունների ժամանակ, այն կառավարությունների, որոնք Գյումրուց հանել էին աղետի գոտու եզրույթը եւ հռչակել զարգացման գոտի, այդպես էիք զարգացնելու Գյումրին։ Կարծում եմ բոլորի համար ակնհայտ է, որ թվականից է մեկնարկել Գյումրու զարգացումը եւ երբ է դրա հիմքը դրվել։ Բա իշխանություն եք հիմա Գյումրիում, ծաղկեցրեք քաղաքը, ով է ձեզ խանգարում։ Ու հիմա, երբ ձեր կառավարման ձախողումների եւ կոռուպցիոն գործերի մասին ենք խոսում, երբ դրանք ջրի երես են դուրս գալիս, դուք սկսում եք ձեր լացուկոցը։ Սկսում եք հայտարարել, թե իբր ենթարկվում եք քաղաքական հետապնդումների։ Բայց սա քաղաքական հետապնդում չէ, այլ մենք ձեզանից պահանջում ենք քաղաքական եւ իրավական պատասխանատվություն։ Դուք չեք կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս չկան անձեռնմխելի քաղաքապետեր կամ պաշտոնյաներ, ովքեր համայնքի կամ երկրի բյուջեն կարող են շփոթել իրենց սեփական գրպանի հետ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության որդեգրած
Առաջնահերթություններից մեկը համայնքների համաչափ զարգացումն է, սուբվենցիոն ծրագրեր, վարչատարածքային բարեփոխումներ, պետական աջակցության տարբեր ծրագրեր, խելացի անասնաշենքերի կառուցման, ինտենսիվ այգեգործության, լիզինգային արտոնյալ պայմանների տրամադրման տեսքով, ենթակառուցվածքների զարգացում, նոր դպրոցներ, նոր մանկապարտեզներ, լայնածավալ ճանապարհաշինարարություն։ Մենք խնդիր ենք դրել Հայաստանի գյուղերը հանել ցեխի միջից։ Ամոթել է ասել, դուք այնքան վատ եք կառավարել կամ կներեք բառիս համար, այնքան եք քերել պետական միջոցները, որ նույնիսկ լուսավոր 21-րդ դարում դեռ ցեխից հանելու բան կա։ Ովքեր են ձեզ սովորեցրել չսիրել Հայաստանի Հանրապետությունը եւ ինչու չեք սիրել Հայաստանի Հանրապետությունը։ Այստեղ վերջին օրերին շատ խոսվեց մեր գաղափարական տարբերությունների մասին, դուք Հայաստանը տեսնում եք փակ տուփի մեջ, մենք Հայաստանը բացում ենք աշխարհի առաջ։ Եվ այն թեզը, որը մշտապես մենք կրկնում ենք մեկից կախվածությունը փոխարինել շատերից կախվածության, մենք փորձում ենք այդ մեկից կախվածության ողնաշարը կոտրել։ Պարոն Ղազինյան, անդրադառնամ նաև ձեզ, պարոն Մինասյանը ձեզ շատ հստակ հարց տվեց, որ հեցի Ղարս մասնաճյուղից հող է օտարվել եւ դա դարձել է այդտեղ վերը հառնել, վերը խոյացել ռեստորան։ Դուք նշեցիք, որ տեղյակ չեք։ Իրականում վատ է, որ տեղյակ չեք, բայց նույնիսկ եթե տեղյակ չեք, ապա ո՞րն է ձեր գնահատականը։ Ի վերջո լավ են արել, թե վատ են արել, երբ ռազմավարական նշանակության օբյեկտից հող են օտարել։ Դուք ամեն դեպքում պիտի գնահատական տաք այդ երևույթին։ Ասեմ, որ սիրելի գործընկերներ, հարգելի քաղաքացիներ, առաջիկա ամիսներին Հայաստանի մի շարք համայնքներում, 40-ից ավելի համայնքներում տեղի են ունենալու թիմ ընտրություններ։ Դուք ձեր ընտրությունը անելիս առաջնորդվեք այն նախապայմանով, որպեսզի կարողանաք ընտրել այնպիսի համայնքապետերի, ովքեր կկարողանան սերտորեն համագործակցել կառավարության հետ եւ համայնքի առջև դրված խնդիրները կյանքի կոչել։ Մեր գերխնդիրը Հայաստանի Հանրապետության պետական շահն է։ Այն Հայաստանի Հանրապետության, որի քարտեզը իմ թիկունքում է, որի սահմանները սկսվում եւ ավարտվում են այս քարտեզի տրամաբանության մեջ։ Որն է ձեր շահը, չգիտեմ, դեռ պետք է պարզել։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, նիստն ավարտված է, կհանդիպենք վաղը առավոտյան ժամը 10-ին։ Հազար ներողություն, կհանդիպենք երկուշաբթի ժամը 10։